Փրկարարից, մի մարդուց, ով ուրիշներին էր օգնում, ես դարձա թմրամիջոցների միջազգային առևտրի փոխադրող։ Ամեն ինչ սկսվեց սիրո մեջ հիասթափվելուց։ Իմ կյանքում մի կին կար, ով ինձ համար ամենակարևորն էր և առաջին տեղում էր գտնվում։ Եվ երբ նա ինձ դավաճանեց, ես ցանկանում էի մահանալ։ Գրեթե 2 տարի դրանից հետո ես դեպրեսիայի մեջ էի։ 2 տարի սենյակում փակված։ Գիշերները ես խմելով էի անցկացնում, իսկ ցերեկը քնած։ Եվ չափից շատ կոկաին էի օգտագործում։ Ես չափից շատ էի օգտագործում թմրանյութը։ Եվ այստեղ այսօրը ես նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես եմ տանը հայտնվել։ Չեմ հիշում ինչպես եմ բարձրացել։ Երբ ես արթնացա, այս նկարը հեռախոսիս մեջ տեսա։ Այն մարդիկ, ովքեր ինձ հետ էին ապրում, ծիծաղում էին ինձ վրա։ Բայց առաջ ես քաղաքացիական ծառայող եմ եղել։ Եվ ես կորցրել եմ այդ ամենը։ Ես առաջ մեծ մեքենաներ էի վարում։ Եվ մի անգամ, երբ Իսպանիայում էի գտնվում, այնտեղ որոշ ժամանակով մեկ տղայի տանն էի ապրում։ Եվ նա ինձ ասաց. «Խիզախությունդ կհերիքի, որպեսզի թմրանյութերը այլ երկիր տանես»։ Այդ պահին ես այն իրավիճակում էի, որ ոչինչ չունեի։ Եվ ես ընդունեցի նրա առաջարկը։ Այդ օրվանից հետո թմրանյութերն առաքելը իմ աշխատանքն էր։ Եվ ես արդեն Կոլումբիայի սահմանն էի անցել, եւ այնտեղ մի մարդ ինձ թմրանյութերով լի ճամպրուկ տվեց։ Այդտեղից ես շարունակեցի իմ ճանապարհը, տարբեր օդանավակայաններով էի անցնում այդ ճամպրուկով, մինչև որ Պորտուգալիա չհասնեմ։ Այդ առաջին անգամը շատ հաջողակ էր։ Ես եղել եմ Շվեյցարիայում, Իսպանիայում, եւ այն մարդիկ, ովքեր ինձ տեսնում էին, նրանց համար ես հաջողակ մարդ էի։ Բայց իրականում ես դատարկ մարդ էի։ Եվ որոշեցի, որ եւս մեկ ճամպրուկ պետք է տանեմ։ Բայց այդ մարդիկ ինձ թույլ չէին տալիս իմ ընտանիքի հետ տեսնվել։ Ստիպում էին, որպեսզի հյուրանոցում փակված մնամ, առանց ինչ-որ մեկի հետ շփումի, մինչև որ եւս մեկ պատվեր չլինի։ Երբ ես եւս մեկ անգամ ճամպրուկ էի տանում թմրանյութերով, օդանավակայանում ինձ ոստիկաններ մոտեցան, եւ այդտեղ նրանք ինձ ձերբակալեցին։ Այդ ոստիկանն ինձ ասաց. «Կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ դու նրանց հետ գնաս։ Բայց ես քեզ այստեղ եմ պահելու, այս երկրում, իսկ որտեղ էիք դուք գնում»։ Ես մեկնում էի Աբու Դաբի, իսկ հետո Փիլիպիններ։ Այսքանից հետո ինձ սպասվում էր մահապատիժ կամ էլ ցմահ դատապարտում։ Ես արդեն բանտում էի, իմ ընտանիքից հեռու, եւ բանտում սկսեցի տեսնել մարդկանց, ովքեր բանտերում ծառայություններ էին անցկացնում։ Բայց նրանց տեսնելով ես շատ բարկացա։ Ես միշտ բարկացած եմ եղել եկեղեցու վրա։ Նրանք գալիս էին, աղոթում էին բանտում, մարդկանց էին օգնում, իսկ երբ նրանք շրջվում էին, որպեսզի գնան, ես նրանց հետևից ասում էի. այս մարդիկ միայն գումարի համար են սա անում, չնայած նրան, որ ես ոչ մի բան չունեի նրանց տալու, եւ չնայած այն ամենին, որ ես շատ բարկացած էի եկեղեցու վրա։ Ես Աստվածաշունչ ձեռք բերեցի։ Ինձ ուղարկեցին մեկ այլ բանտ, Սան Պաուլու, եւ երբ ես այնտեղ բանտում էի, ես հանդիպեցի այն նույն հովիվին, ով առաջ ինձ մոտ ծառայություն էր անցկացնում։ Եվ երբ ծառայությունը վերջացավ, այդ հովիվը ճանաչեց ինձ։ Այդ հովիվն ինձ մոտեցավ եւ ասաց. «Եթե դու ուժ չունես, որպեսզի հաղթահարես սա, ես ունեմ։ Այսօրվանից հետո քո պայքարը իմ պայքարն է»։ Ես շատ զարմացած էի, որովհետև այդպիսի խոսքեր ոչ ոքից չէի լսել։ Եվ ես որոշեցի, ուրեմն պետք է իմ կյանքն Աստծուն տամ։ Այս անգամ ես Աստծո հետ այլևս չեմ խաղա, ամեն ինչ լուրջ կլինի։ Եվ մյուս շաբաթ հայտարարեցին, որ ես որոշ ժամանակով կարող եմ դուրս գալ բանտից։ Եվ ես եկեղեցի գնացի, որպեսզի իմ կյանքն Աստծուն տամ այնտեղ։
Եվ մի անգամ բանտում եկեղեցու ուղիղ եթերներ նրանց ծառայությունն էին ցույց տալիս։ Դա եպիսկոպոս Մասեդոյի ծառայությունն էր։ Եվ այդ խոսքը ինձ շատ օգնեց։ Այդ խոսքը ես մինչև այսօր հիշում եմ։ Բայց Աստված ընտրեց այն, ինչ այս աշխարհը հիմար է համարում, որպեսզի ամաչեցնի իմաստուններին։ Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին։ Եվ ծառայության ժամանակ եպիսկոպոսն ասում էր. եթե դու այդ մարդկանցից մեկն ես, Աստված հենց քեզ է ընտրել։ Այդ ժամանակ նա ասաց. եթե դուք այդ մարդկանցից եք, մոտեցեք էկրանին, առաջ եկեք։ Երբ ես մոտեցա, ես այնքան ուրախ էի։ Ես ասացի. Տեր Աստված, ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Եվ գիտեք ես ինչ ասացի, նայելով այդ հովիվին, ով գալիս էր մեզ մոտ ծառայություն անցկացնելու։ Ես ասացի, եթե ես դուրս գամ այս բանտից, ես հագնելու եմ այն նույն ֆորմայից, ինչ որ այս հովիվն է հագնում։ Ես անելու եմ նրա ծառայությունից։ Այդ օրն իմ ներսում մեծ խաղաղություն կար։ Եվ ես հիշեցի, որ իմ մայրն արդեն եկեղեցում էր։ Նա պայքարում էր ինձ համար։ Եվ Սուրբ Հող, Սուրբ կրակհավատի իրադարձության ժամանակ իմ մայրը պայքարում էր ինձ համար։ Նա խնդրում էր, որպեսզի Աստված վերափոխի իմ կյանքը։ Բայց նույնիսկ դեռ բանտում գտնվելով ես հավատի մեջ էի։ Ես նույնպես իմ զոհն արեցի Աստծուն։ Ես իմ կյանքը տվեցի նրան։ Ինչ էիք դուք ցանկանում։ Ես ցանկանում էի փոխվել։ Ես չէի ուզում այդպիսի մարդ լինեի։ Եվ այդ հրաշքը կատարվեց։ Շուտով ես դուրս եկա բանտից։ Եվ գիտեք, ես այլևս ոչ մի ուրիշ տեղ չէի կարող գնալ։ Ես միանգամից եկեղեցի գնացի։ Ես մոտեցա զոհասեղանին, որպեսզի իմ խոստումը տամ Աստծուն, որ իմ կյանքը նրանն է լինելու։ Զոհասեղանի առաջ ես ասացի Աստծուն. Տեր, ես արդեն ամեն ինչ տվել եմ, էլ ինչ չի հերիքում։ Ես փնտրում էի Սուրբ Հոգուն այդ ժամանակ։ Եվ հենց այդ օրը ես ստացա Սուրբ Հոգուն։ Ես այնքան երջանիկ էի, իմ ներսում այնքան խաղաղություն կար։ Ես ծիծաղում էի և լացում էի միաժամանակ։ Ուզում էի բոլորի հետ Հիսուսի մասին խոսել։ Այդ օրը ես վստահ էի իմ փրկության վրա։ Եվ Սուրբ Հոգու մկրտությունից հետո ինձ մոտ միանգամից կրակի մկրտությունը եկավ։ Երբ գիշերը ես աշխատում էի, ինչպես որ ես բանտից դուրս էի եկել, բոլոր թղթաբանություններում պարզ հաստատված էր, որ ես ազատ եմ արդեն, բայց նա ինձ մեկ այլ թուղթ ցույց տվեց, և նա պետք է ինձ ձերբակալեր։ Ես նորից հայտնվեցի բանտում։ Երբ ես բանտում էի գտնվում, ես շատ հարցեր էի տալիս Աստծուն, որովհետև չէի հասկանում, ինչու եմ ես այստեղ գտնվում։ Այդ ժամանակ արդեն համաճարակներ սկսվել։ Ոչ կարող էի եկեղեցի գնալ, ոչ էլ այնտեղից կարող էին այցելել բանտեր։ Այդ օրը ես հասկացա, եկել է ժամանակը, որպեսզի իմ հավատով Աստծո արդարությունը իմ կյանքում լինի։ Մենք ամեն երեկոյան Աստծո Թագավորություն եկեղեցու ծառայությունների ուղիղ եթերներն ենք դիտում։ Եվ նույնիսկ այդ բանտում գտնվելով, լինելով այդ մարդկանց հետ, ես միևնույն է վստահ էի իմ Սուրբ Հոգու մկրտության վրա։ Եվ այդ մեկ տարվա ընթացքում, որ ես բանտում էի, եկեղեցին օգնում էր մեզ Աստվածաշունչ էին բերել, հիգիենայի պարագաներ։ Այդ տարին մենք առանց օգնության չմնացինք։ Եվ ես գտնվելով բանտում այլ մարդկանց էի օգնում։ Այսօր ես արդեն ազատ եմ, ես աշխատում եմ, ես իմ անունը մաքրել եմ, ես ունեմ հրաշալի ընտանիք և հիմա կարող եմ վերադառնալ այն քաղաք, որտեղ առաջ ես թմրանյութերով էի զբաղվում։ Եվ այսօր, իհարկե ես այնքան էլ հարուստ չեմ, ինչպես որ այն ժամանակ, երբ թմրանյութերով էի զբաղվում, բայց այսօր իմ ներսում Սուրբ Հոգին է, և այսօր փառք Աստծուն, որ իմ մայրը աղոթում էր ինձ համար և Աստծուն ուխտ էր տվել, և այդքանից հետո
Այսօր նա ինձ տեսնում է որպես Աստծո ծառա, եւ ես շարունակելու եմ զոհաբերել, եւ կարող եմ վստահությամբ ասել, որ ամենամեծ փոփոխությունը կյանքում զոհասեղանի միջոցով է լինում։ Այսօր չկա ոչ մի գումար, որով ես կարող եի գնել այդ օրհնությունը։ Եվ ես Աստծո զոհասեղանի ուժի ապացույցն եմ այսօր։